Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Երբ եք բացվել։ Անցած տարի ենք բացվել վերանորոգումից հետո, բայց անցած տարի ամբողջ մարտից սկսած մինչև տարվա վերջ բավականին գործունեություն ենք ծավալել։ Մի քանի նկարներով փորձել ենք դուրսնել, որտեղ բնակիչներն են հետաքրքրում, թե ինչա տարբերվող է նորամուծություն է իրենց համար, ոչ ֆորմալ կրթությունը կամ հենց երիտասարդական կենտրոնի մոդելը։ Անցած տարի համայնքապետարանի աջակցությամբ նաև խոշոր ծրագրեր ենք արել, որտեղ միավորել ենք խոշորացված համայնքի բոլոր բնակավայրի երիտասարդներին։ Ինչ եք անում, ինչով եք զբաղվում։ Բարև ձեզ ժողովուրդ։ Ոնց եք։ Ինչ եք անում հիմա։ Խնայողություններ Բարև ձեզ։ Լավ ստացվում է։ Շատ լավ։ Կենտրոնական բանկի ծրագրին ենք մասնակցել, խաղամիջներ ենք ստացել։ Սենց։ Բարև ձեզ։ 20 միլիոն գրանտ եք ստացել, հա։ 25924 եղելապետության ֆինանսավորումը 5 միլիոն դրամ համայնքապետան արդեն դրսի աշխատանքների եւ մեր կազմակերպությունից 3-4 Ինչքան շահառու ունեք, ինչքան մարդ է գալիս։ Բարև ձեզ։ Այս տարվա սկզբից մինչև հիմա 1200-ից ավել այցելություն ենք ունեցել, բայց հիմնական շահումները, որ բոլոր ծրագրերի միշտ են 30-ից 50 պարբերաբար ունեցել։ Այս պարին ինչքան մարդ կա բաց իրանցից 34-ը գրանցված է 3-ից չարժեն։ Լավ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հավենք որտեղ ենք բարևել այսօր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, նստեք։ Հիմա ինչ եք անում։ Ձեր կյանք նստեք։ Ձեր կյանքում ինչ է փոխել երիտասարդական կենտրոնը։ Նախկինում որտեղ էիք հավաքվում օրինակ։ Այդ է ասում։ Այսինքն նախկինում չունեիք տեղ, հիմա ունեք։ Գալ իսկ ժամբան կա, հա, թե միջև ուշ աշխատում, բացա։ Սովորաբար մենք աշխատանքային որպես գրաֆիկ ունենք 9-ից 6-ը, 3-ից հետո համարում ենք երիտասարդական ծառայությունների մատուցումները, որպես երիտասարդական աշխատանք հենց այդպես, բայց մենք շաբաթ-կիրակեր ենք անում, հաշվներ ենք անում, կրթական ճամբարներ ունենք, որպես համային սահմանափակում չունենք, ընդորում 13-ից 35-ի առումով տարիքային սահմանափակում չկա այդ հատվածում բոլորը կարող։ Ու համայնքը ծրագիր ունեցանք հենց այդ մեր իրանք օրինակ բոլորը մասնակցել են, այդ ներում ծրագիր արեցինք, բոլոր խոշորացված բնակավայրի գյուղերից եկան ինտելեկտուալ խաղմրցույթ են կազմակերպել, պարբերաբար վերջում այդ ֆինանսացան, որոնք շփվեցին միասին, որոնք այդ ծրագրերին մասնակցեցին։ Համայնքները շատ ակտիվ աջակցություն կերպ։ Շատ լավ է, շատ լավ է։ Եղավ, երբ այնց եք գործում։ Անցած տարի մարտից սկսել ենք գործել այս պայմաններում, բայց մինչ այդ ենք իրականում գործունեություն ծավալում, բայց այս վերանորոգված ու կահավորված վիճակով այս հնարավոր։ Այսինքն գրանտային ծրագրի մասնակցել եք։ Իսկ տարածքը ումն է։ Տարածքը համայնքին 160 քառակուսի նվիրաբերել ենք, օգնել ենք, այս տարելելի գումարով օգնում ենք։ Այսինքն առանց համայնքապետան ու էսի լավագույն համագործակցության ձեռնապետություն համայնք ու ՍԿ-ի մենք այդ արդյունքը տեսնում ենք ու ես Երկրորդ հարկներ են։ բավականին շատ Ինչ։ Երկրորդ հարկներ են ուզում արդեն։ Հա, շատ լավ է։ Շատ լավ։ Եղավ, դե հաջողություն ձեզ։ Հա։ Երեխաները գնդասար հկն մեր գործընկերը WWF-ն է Հայաստանը
եւ զբաղվում ենք վայրի բնության պահպանությամբ։ Էսով է նկարել օրինակ։ Սա մեր ֆոտո աշխատակիցների կողմից տեղադրված ֆոտոթակարդներն են նկարել, որքանով է երեխաների մասնակցությունը ՀԿ-ն կոնկրետ ունի իր աշխատակարգը, բայց ունենք նաև երիտասարդական ակումբ, ուզում եմ երեխաները մի փոքր ներկայացնել։ Համեցեք։ Իհարկե գնդասների հիմնական նպատակը վայրի բնության հետազոտությունը ու պահպանումն է, բայց մենք որպես երիտասարդական ակումբի անդամներ ունենք մեր առանձին նպատակը սահմանած, դա հանրության էկոգործության մակարդակի բարելավումն է, ինչ եմ ուզում սրանով ասել, մեր հիմնական նպատակը, երիտասարդների հիմնական նպատակը մեր տարիքի երիտասարդներին, ինչպես նաև մեզանից ավելի ցածր տարիքի երիտասարդներին իրազեկել մեր շուրջ կատարվող էկոլոգիական երևույթների մասին եւ իրենց մեջ հոգատարություն ու սերմանել վայրի բնության, ինչպես նաև հենց մեր յուղի մասին։ Մեր հիմնական նպատակը սա է։ Որպես մենք նաև բաններես կողտացիոթի համաժողովին ենք սկսում Հա, կենսաբազմազանությունը էս։ Մեր զանգակատան համայնքում ենք բնապահպանական տարածք, մեր Սյուզեն ՀԿ ղեկավարն է, այս Բեզոյան հատերից արդեն մի քանի սուրյով, 30-40 հատով տարբեր։ Արդեն իր շնորհիվ դրան արդեն ինքը Շատ լավ։ կա արդեն, Շատ լավ։ մենք այդ հայկական մուֆլոնի հետ կապված խնդիր ունենք արդեն։ Մենք առաջին անգամ Ինչ խնդիր։ Մուֆլոնի հայկական ծննդանը մեր տարածքում Որ վերականգնվի, հա։ Աղջաբանից կարծես այստեղ ծնում են նորից։ Այսինքն իրենք հարմար ապրելավայր է իրենց համար, պարզապես մինչ այս 2018 թվականից ենք զբաղվում մինչև այդ տարածքները հատուկ պահպանվող տարածքներ չէին համարվում։ Դրա արդյունքում մենք մոնիթորինգներ ենք անում եւ ունենք աճ, առաջին անգամ տարածքում տեսել ենք լուսան, ֆիքսել ենք ընձառյուծ եւ մեծ հույս ունենք, որ նկատում ենք կենդանիների շարժ եւ աճ, դա ողջունելի է, իսկ երեխաների մասնակցությունը արդեն անգնահատելի է, որտեղ համոզված ենք, որ բնապահպանությունը 2-3-10 հոգով չենք կարող անել, այլ լուծումը սա է, Գորմինգ Մոնրեալի նպատակներից մեկին հասնելու համար մենք տեսնում ենք, որ պետք է բնապահպանական կրթություն տանք ամենափոքր տարիքից սկսած։ Բանջարներն ուզում հատկապես նշեմ հենց այս օրինակը ու առաջ անգամ չի որ իրանք ստեղեն, այսինքն այս կենտրոնը դարձել է մեծ միջավայր, որտեղ բոլորս համագործակցության արդյունքում բժշկական քոլեջի ուսանողները հենց ՈԴԻՑ ՎԿԽ բանավանից երիտասարդներ զանգվածներից, այսինքն այն կենտրոնն է, որ միավորում է բոլորը ստեղծագործ խմբերի որոշակի այս ոլորտում, երիտասարդական ոլորտում, ով ինչ անում է, մենք ասում ենք, որ սա բոլորին է, դա ձերն է, ոնց որ պետությունն ասում է ձերն է ու գնացեք օգտագործեք, մենք էլ բոլորին ասում ենք ու բավականին շատ ունենք համագործակցություն, սա օրինակներից մեկն է։ Շատ լավ, շատ լավ։ Ուրախ եմ շատ։ Ինչքան խնայեցիք։ Մեքենան առանց փասել ավելացավ։ Ինչ առանք։ Այս Ընտանիքի նպատակ։ քնայողության խաղը կենտրոնական բանկի կողմից է մշակված։ Իսկ մենք որպես ընտանիք մեր ծախսերը, բանկային հետ գործարքները։ Սև ցուցակ չգնա։ Սև ցուցակ չգնան, վերջում է դաշտի տատիկը մահացավ։ Այդ կարևոր։ Տատիկն եմ ասեցի, իսկ առողջապահության Ճիշտ է, դրա համար, այո, դրա համար էլ դրա համար օգտվում էր մեզ էլ լիքը sense պլյուսներ ունեցան, դրա մեր կյանքի առողջության ապահովագրությունից օգտվեց, առողջությունը կարգավորեց, թոշակը ավելացավ, անկանխիկ առևտուրը արեցիք, հետ վճարը ստացավ։ Դրա համար կյանքի որակ։ դրա համար մեր կյանքի որակը 40 հասանք մինչև կյանքի որակը բարելավ։ Շատ լավ, լավ արեք, առայժմ։ Քարտեզներից կարող եք տալ։ Քարտեզ ունենք, քարտեզ բերել։ Իսկ սկզբանե ծրագրով եկեք, ամենից հանդիպելու համար։ Շատ լավ, ուրախ եմ շատ։ Մենք Ֆինանսական գրագիտությունը որ տարիքի երեխեքի հետ է կանում, ավելի փոքրերի հետ եք, չէ՞։ 16, մենք 16 տենց։ Ֆինանսական գրագիտությունը վերջի ծրագրի մասնակցություն Մեկ էլ զորամասում եք իր այդ հանդիպել։ Ես ծառայության ժամանակ է Վարդենից։ Ուրախ եմ։ Լավ եք։
Դա էլ է կարևոր էլի, որ իրենք Իսկ շենքի մնացած հատվածում ինչ է մանկապարտեզ դպրոց։ Հա։ Այս սոդի բանավարը քոտնազեսայի մեծ խնդիր ուներ ամբողջ շենքի տակը բաներ։ Մենք հիմա մաքրման կայան ենք ցակել, որ աշխատում է ամբողջը չոր վիճակում այս բանը։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք մենք ձեզանից։ Բարև եկեք։ Ինչպես եք։ Շատ շնորհակալ ենք ձեզանից։ Այս որ 65 պլուսը տվել եք, շատ շնորհակալ ենք։ Շատ լավ։ Շնորհակալություն, ուրիշ ոչ մի բան։ Շատ լավ։ Մեր բոստիկները ձեռով պահեք, վարչապետ ջան, որ այնտեղ առողջ լիներ, ամբողջակ լիներ։ Վարչապետ ջան, խաղաղություն բերեք մեր։ Մենք խոսացեք էլի։ Մեր երկրի խաղաղությունը։ Երեխեքին կան։ Պարոն Փաշինյան, Պարոն վարչապետ, էլի դուրս։ Երեք մատ հարցը կարելի է շատ ապրեք, շատ գոհ եք, ուրախ եք, աշխարհը պահում եք խաղաղ։ Ես Անդրանիկն եմ։ Հա, մի վարքան էլի տուր։ Երեխեք ես վերցրեք, ես էլ Խաղաղություն տվեք, ես ժողովուրդը մեղք եմ։ Պարոն վարչապետ, ես Անդրանիկն եմ, գյուղ երեքնաբանությամբ։ Զբաղվում եմ անաստապահությամբ։ Ունեմ մոտ 100 գլուխ անասուն։ Տարած չունեմ, էլի որ սարը եկամ, ինչ եք ուզում անել։ տարածք եմ ուզում։ Որ տանեմ իմ տավար անասունը։ Դա համայնքի հետ չի լուծում։ Հա, դիմել եմ, պարոն վարչապետ, չի լուծում։ Երկու տարի է Այստեղ էսենց ոտի վրա։ Դա Գևորգյան Դավիթը ուրա։ Մի հատ տեսեք քաղաքացին ինչ։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ։ Այսինքն բանում է ասել։ Երեքից դուրս եղեք էլի Շատ գոհ եմ, որ մեր ջուղի ճանապարհները մի րոպե սուս մնացին։ Մեր ջուղի ասֆալտները սարքել ես։ Դեղերը ձերի ստանում եմ, թոշակն բարձրացնել ես։ Շատ գոհ ու շնորհակալ եմ։ Առողջություն։ Ես երազել եմ, որ քեզ գրկեմ։ Հաճիկով, Ապրես, շնորհակալ եմ Ժողովուրդ ջան, լավ է Ժողովուրդ ջան։ Հաջան։ Բարև։ Ես քո ցավը տանեմ, դու կճանաչես։ Այս ժամանակ, որ ես քո թեկնածուն էի, Արարատում ոչ մեկ ես չէր ճանաչում։ Իսկ Ասլան Ավետիսյանին ոտու տվեցիք ջպել, հետո Ասլան Ավետիսյանին տվեցիք քաղաքապետ, տղին տվեցիք մարզպետի օգնական, ես Գանջիր Հովարյանի կին եմ, որ Ասլանը սպանեցի մարդին, դու ելույթ ունեցար բեմի վրից, ու ոչ մի բան չարեցիք, ես քեզ խնդրում եմ, մենք ունենք 10 ընտրող ունեմ իմ տան մեջ, ես քեզ հարգում էի, սիրում էի, 10 ընտրողից ոչ մեկ չի ընտրի քեզի, որովհետև դու Ասլանին տեղ տվիր, Ասլանը սպանեց իմ արտին։ Լսում ես ցավը տարիմ, չէ որ այն ժամանակ ես քո կողքին էի կայնած, որ Արարատում ոչ մեկ չկա։ Ես ձեր հարցը բարձրացրել եմ, իրավապահները քննել են, ես չեմ կարող մտնել քրական գործերի մեջ։ Ինձ ասում է, այո, ես եմ սպանել։ Ես ձեզ ցավակցում եմ, բայց չեմ Ինձ ասում է, ես եմ սպանել, բայց մի կայն ասում է, թե ես քեզ բադի կդամ։ Ես ցավակցում եմ։ Լսի, կներես, 1,500,000 էլ ինձանից փողով պահանջում ես մարդը, որ ես ապացուցել եմ, որ ես 1,500,000 կտամ միան։ Շատ լավ։ Մեր գերիների հարցը երբ պետք է որոշվի։ Ընթացքում որոշվի հարցը։ Խնդրում եմ մեր գերիներին ազատեք բերեք, էլի։ Պարոն վարչապետ, մի րոպե լսեք էլի։
որ ճանապարհով գալիս եք, երևի նկատեցիք, չէ, երասխավանում, սևակարում, լիքը սինու տները չէ սարքած։ 16 միլիոնի ծրագիրն է։ Մի ցավոք իմ նման բազմազավակ հայեր են, իմ նման լիք ընտանիքներ այդ ծրագրի չեն կարող օգտվել։ Գացի գարիսկի չեն կարող, որովհետև հարուստը գալու մա քասի պետ մասնակցում է աճուրդին, բնականա հարուստն է կրել։ Այդտեղ աճուրդ չկա։ Աճուրդ առաջինը չկա աճուրդ ընդդեմ։ Ես չեմ կարող օգտվել մեծ ծրագրից։ Ինչի՞ չեք կարող։ Չեմ կարող։ Դու որտեղ եք ապրում։ Ես ապրում եմ Սուրենավանում, Վարդուր մնում Ստեղարատում։ Դե եղբայր հազարավոր մարդիկ օգտվում են, հա։ Բայց ես չեմ կարող օգտվել։ Դե հիմա ձեր հանգամանքը առանձին պետք է նայել, բայց մենք բազմազավակ ընտանիքների համար հիմա մեր նախընտրական ծրագրումներ առել ենք, քանի երեխա ունեք։ Ես ունեմ 5, բայց ձեր ծրագրում տալիս է որ 6-ից բարձր 5-ը դե 6-երի հարցերը լուծենք, հետո 5-երի հարցերն է կլուծենք։ Լավ է։ Ստեղծուն, շնորհակալ եմ։ Եղբայր պետք է գնանք, ասել։ Կամաց չկա, միկրոֆոն ավրես ուղիղ եթեր, հա։ Կամացի բան չկա։ Ուչինից հարցը դրիր տեղը։ Ես կու ցավը տանեմ։ Էդ է ուզում։ Լավ եղեք, լավ եղեք։